Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Ավարտվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած վերջնագիրը, որով Վաշինգտոնը պահանջում է Իրանից բացել Հորմուզ նեղուցը միջազգային նավարկության համար։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է հարվածներ հասցնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ամերիկյան զորքերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Տարածաշրջանում արդեն տեղակայվել են լրացուցիչ ավիակիրներ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Թեհրանը կտրականապես մերժում է պահանջները, ընդգծելով իր ինքնիշխան իրավունքը։ Փորձագետները զգուշացնում են լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Իրանի նավթաքիմիական օբյեկտների վրա իրականացված հարվածները։ Հարձակումները նպատակ ունեն թույլատնել Թեհրանի տնտեսական եւ ռազմական ներուժը, թիրախ են դարձել ռազմավարական կարևոր շրջանները, ներառյալ նավահանգիստները։ Արդյունքում կան քաղաքացիական զոհեր, ինչը առաջացրել է միջազգային քննադատություն։ Իսրայելը հայտարարում է, որ գործում է ինքնապաշտպանության շրջանակում։ ԱՄՆ-ն ըստ աղբյուրների անուղղակի աջակցություն է ցուցաբերում գործողություններին։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ ռազմական գործողությունները Իրանի դեմ շարունակվում են։ Ըստ տվյալների թիրախավորվում են հրթիռային բազաներ եւ ԻՀՊԿ օբյեկտներ։ Չնայած հարվածների ինտենսիվությանը, ենթակառուցվածքների մի մասը շարունակում է գործել։ Ամերիկյան հետախուզությունը ընդունում է, որ գործողությունները կարող են երկարաձգվել։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակաբար աճում է։ Դաշնակիցները քննարկում են հաջորդ քայլերը։ Փորձագետները զգուշացնում են երկարատև պատերազմի վտանգի մասին։ Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը, չզիջելով միջազգային ճնշմանը։ Բլումբերգի տվյալներով դա լուրջ ազդեցություն է թողնում համաշխարհային շուկաների վրա։ Նեղուցով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը։ Թեհրանի իրավիճակը օգտագործում է որպես ռազմավարական լծակ։ ԱՄՆ-ն եւ դաշնակիցները քննարկում են ռազմական տարբերակներ։ Տնտեսական հետևանքները արդեն նկատելի են։ Վերլուծաբանները զգուշացնում են հնարավոր ռեցեսիայի մասին։ Չինաստանը կոշնախազգուշացում է ուղղել ԱՄՆ-ին Թայվանի շուրջ ռազմական ակտիվության աճի պատճառով։ Ըստ տվյալների Պեկինը Վաշինգտոնի քայլերը գնահատում են որպես սադրանք։ Չինական բանակը սկսել է լայնածավալ զորավարժություններ Թայվանի նեղուցում։ ԱՄՆ-ն հայտարարում է, որ շարունակելու է աջակցել Թայվանին։ Փորձագետները զգուշացնում են, ցանկացած սխալ կարող է բերել ուղիղ բախման։ Եվրոպական միությունը քննարկում է Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների փաթեթ։ Հաղորդվում է, սահմանափակումները կարող են ուղղված լինել էներգետիկ եւ բանկային ոլորտներին։ Բրյուսելը փորձում է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։ Մի շարք երկրներ մտահոգված են տնտեսական հետևանքներով, սակայն մեծ մասը աջակցում է խստացմանը։ Փորձագետները նշում են, դա կարող է խորացնել տարաձայնությունները Եվրոպայում։ Իրավիճակը շարունակում է զարգանալ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքին ռազմական աջակցության ավելացման կոչով։ Կիևին անհրաժեշտ են նոր հոբ համակարգեր եւ զինամթերք։ Զելենսկին նշել է, որ ռազմաճակատում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Դաշնակիցները քննարկում են նոր մատակարարումներ։ Որոշ երկրներ զգուշավոր են մոտենում հարցին։ Փորձագետները նշում են, աջակցությունը վճռորոշ կլինի։ Պատերազմի զարգացումը կախված է այս որոշումներից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակտիվացրել է դիվանագիտական շփումները։ Անկարան փորձում է միջնորդ դառնալ մի շարք միջազգային ճգնաժամերում։ Թուրքիան բանակցություններ է վարում տարբեր կողմերի հետ։ Էրդողանը նպատակ ունի ուժեղացնել երկրի դերը համաշխարհային քաղաքականությունում։ Ճապոնիան հայտարարել է պաշտպանական ծրագրերի ընդլայնման մասին։ Ըստ արկա տվյալների Տոկիոն կավելացնի ռազմական ծախսերը եւ հակահրթիռային համակարգերը։ Որոշումը կապված է Չինաստանի եւ Թայվանի շուրջ լարվածության աճի հետ։ Կառավարությունը նախատեսում է խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։ Տարածաշրջանում նկատվում է ռազմական ներուժի կուտակում։ Փորձագետները զգուշացնում են նոր սպառազինությունների մրցավազքի մասին։ Ասիայում իրավիճակը շարունակում է սրվել։ ԱՄՆ-ում սրվում են քաղաքական տարաձայնությունները Ուկրաինային նոր օգնության փաթեթի շուրջ։ Կոնգրեսի մի մասը դեմ է հետագա ֆինանսավորմանը, պահանջելով կենտրոնանալ ներքին խնդիրների վրա։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հակառակը ընդգծում է Կիևին աջակցելու ռազմավարական կարևորությունը։ Կոնգրեսում քննարկումները դառնում են ավելի կոշտ եւ կարող են ձգձգվել։ Սա մտահոգում է եվրոպական դաշնակիցներին։ Վերլուծաբանները զգուշացնում են, օգնության ուշացումը կարող է ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա։